1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասի փողոցում հնչած կրակոցները փոխեցին հիփ-հոփի պատմությունը։ Այդ գիշեր մահացավ մի մարդ, ով դարձել էր մի ամբողջ սերնդի ձայն։ Նա մեծացել է հեղափոխականների ընտանիքում, ապրել փողոցում սովի եւ աղքատության մեջ, բայց հենց այդ իրականությունն է նրան դարձրեց լեգենդ եւ հիփ-հոփի պատմության ամենահայտնի պատերազմի արևելյան եւ արևմտյան ափերի հակամարտության զոհ։ Նրա անունը Թուփակ Շաքուր է։ Բայց ինչպես նա դարձավ աշխարհի ամենահայտնի рэպերներից մեկը եւ ինչ տեղի ունեցավ իրականում նրա կյանքին վերջին գիշերը, դիտեք այս հաղորդումը Zoot Story YouTube-յան ալիքում եւ կիմանաք ամբողջ պատմությունը։ Սան Ֆրանցիսկոյում ոստիկանները կանգնեցնում են մեքենա, որը ղեկին 20-ամյա սևամորթ Մեթյու Ջոնսոնն էր։ Նրան խնդրում են դուրս գալ մեքենայից։ Նա դուրս է գալիս եւ հարցնում ինչի համար եք ինձ ստուգում։ Պատասխանը բռնությունն էր։ Սկսվում է վիճաբանություն ոստիկանների եւ Ջոնսոնի միջև։ Հնչում են կրակոցներ։ Ոստիկանները նրան սպանում են։ Հաջորդ առավոտ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գետոների բնակիչները դուրս են գալիս փողոցներ եւ սկսում պայքարել իրենց իրավունքների համար։ Հետագայում նրանք իրենց անվանում են Սև հովազներ։ Նրանք նույնիսկ ներխուժում են Սակրամենտոյի վարչական շենք եւ կրակում առաստաղին։ Այդ կրակոցներով նրանք հայտարարում են, որ այսուհետ իրենց իրավունքների համար պայքարելու են ոչ միայն խոսքով, այլ նաեւ զենքով, ինչպես անում են ոստիկանները։ Շարժման առաջնորդներն են Բոբի Սիլը եւ Հյու Նյուտոնը։ Նրանց մասին սկսում են խոսել լրատվամիջոցները, նրանց սկսում են աջակցել հայտնի մարդիկ, օրինակ Ջեյն Ֆոնդան, Ջոն Լենոնը եւ ուրիշները։ Նրանք կատարում էին այնպիսի ծրագրեր, որոնցով մինչ այդ չէր զբաղվում նույնիսկ պետությունը։ Նրանք սնունդ էին բաժանում աղքատ երեխաներին, կազմակերպում էին կրթական ծրագրեր, դպրոցներում դասախոսություններ էին անցկացնում, որոնց մեծ մասը նվիրված էր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը։ Նյու Յորքում Սև հովազների անդամները որոշեցին կազմակերպել մի քանի պայթյուն, ավելի մեծ ուշադրություն գրավելու համար։ Նրանց նպատակն էր պայթյուններ կազմակերպել այնպես, որ ոչ ոք չտուժի։ Գործողությունը ստացավ Պանտերա 21 անունը։ Գործողության կազմակերպիչներից մեկը երիտասարդ կին էր, Աֆենի Շաքուրը։ We use the Black Panther as our symbol because of the nature of a panther. 1969 թվականի հունվարի 17-ին Նյու Յորքում տեղի ունենում պայթյուն։ Նախատեսված 4 պայթյուններից իրականում գործում է միայն մեկը, բայց դա արդեն բավական էր FBI-ի համար։ Դեպքը որակավորվում է որպես ահաբեկչություն։ Ձերբակալվում են գործողության կազմակերպիչները, նրանց թվում էր նաև Աֆենի Շաքուրը։ Դատախազությունը նրա համար պահանջում էր 351 տարվա ազատազրկում։ Սկսվում է երկարատև դատական գործընթաց։ Այդ ընթացքում Աֆենին սիրահարվում է Սև հովազների մեկ այլ անդամի՝ Բիլի Գարլանդին։ Նրանց միջև սիրավեպ է սկսվում, բայց հետաքննության ընթացքում Աֆենին ձերբակալում են եւ ուղարկում բանտ։ Հենց այնտեղ նա իմանում է, որ հղի է Բիլիից։ Երբ Բիլին տեղեկանում է այդ մասին, այլևս չի այցելում Աֆենին։ Նա չէր ցանկանում այդ երեխային։ Դատարանում հղի Աֆենին հրաժարվում է բոլոր փաստաբաններից եւ որոշում է պաշտպանել իրեն ինքնուրույն։ 1971 թվականի մայիսին դատարանը նրան արդարացնում է եւ ազատ արձակում։ 1971 թվականի հունիսի 16-ին նա երեխա է ունենում։ Նա իր առաջնեկին անվանում է Լեյսոն Փերիշ Քրուքս, ում հետագայում աշխարհը ճանաչում է Թուփակ Շաքուր անունով։ Աֆենի ազատ արձակումից հետո Սև հովազներ խմբավորումը փլուզված է լինում եւ նրա կյանքում սկսում է նոր փուլ։ Նա սկսում է նոր հարաբերություններ մի մարդու հետ, որի անունը Մութուլու էր։ Հենց նա է Աֆենին մի օր պատմում պերուացի հեղափոխական Թուփակ Ամարու երկրորդի մասին, 18-րդ դարի առաջնորդ, որը ղեկավարել էր ապստամբությունը իսպանական գաղութային իշխանության դեմ։ Այս պատմությունը մեծ ազդեցություն է թողնում Աֆենիի վրա։ Հաջորդ օրը նա որոշում է փոխել որդու անունը։ Ծննդյան վկայականում հայտնվում է նոր անուն՝ Թուփակ Շաքուր, այսինքն Թուփակ Ամարու Շաքուր։ Կյանքի առաջին տարիներին ընտանիքը ապրում էր համեմատաբար խաղաղ պայմաններում։ Մութուլուն ղեկավարում էր մի քանի կենտրոններ, որոնք օգնում են թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց։ Մութուլուն զբաղվում էր նաև Թուփակի դաստիարակությամբ, ծանոթացնում նրան քաղաքական գրականությանը եւ քաղաքացիական իրավունքների համար պայքարի գաղափարներին։ Ավելի ուշ ընտանիքում ծնվում է եւս մեկ երեխա՝ Թուփակի կրտսեր քույրը՝ Սեքյայը, սակայն այս հարաբերական կայունությունը երկար չի տևում։
Մի օր Մունթուլուի քույրը ներգրավում է ոստիկանության հետ հրաձգության մեջ։ Նրան ձերբակալում են։ Մի քանի ամիս անց նա փախուստ է կազմակերպում եւ հայտնվում Կուբայում։ Իշխանությունները սկսում են կասկածել, որ այդ փախուստի կազմակերպման մեջ ներգրաված է եղել նաեւ Մունթուլուն։ Հասկանալը, որ իրավիճակը վտանգավոր է դառնում, նա որոշում է թաքնվել եւ հեռանում է ընտանիքից։ Աֆենին մնում է միայնակ 2 փոքր երեխաների հետ։ Այդ պահից ընտանիքի կյանքը կտրուկ փոխվում է։ Գումար գրեթե չի մնում։ Աֆենին ստիպված տեղափոխվում է Նյու Յորքի ամենաաղքատ շրջաններից մեկը՝ Հարլեմ, որտեղ նրանք բնակվում էին փոքրիկ սենյակում։ Այդ ժամանակների Հարլեմում շատերի համար գումար վաստակելու միակ ճանապարհը գողություն անելն էր կամ թմրանյութերի վաճառքը։ Այս միջավայրում է մեծանում Թուփակը։ Շրջանի դպրոցները գրեթե քայքայված էին։ Շատ երեխաներ չէին կրթվում համոզված լինելով, որ իրենց ապագան փողոցում է, բայց հենց այս ծանր միջավայրում սկսում է ծնվել մի նոր մշակույթ։ 1970-ականների վերջում Նյու Յորքում տեղի ունենում մեծ էլեկտրական անջատում։ Քաղաքը մեկ ամբողջ օր մնում է առանց հոսանքի։ Այդ ընթացքում տեղի ունենում հազարավոր խանութների կողոպուտներ։ Երաժշտական խանութներից մարդիկ դուրս են բերում տեխնիկա, նվագարկիչներ, ձայնարկիչներ։ Այս սարքավորումները հայտնվում են գետոների փողոցներում։ Երիտասարդները սկսում են փորձարկումներ կատարել ձայնի հետ, խառնել տարբեր ձայնագրություններ, ստեղծել նոր ռիթմեր։ Այդպես ծնվում է փողոցային ստեղծագործության նոր ձև՝ ռեփը։ Սկզբում դա պարզապես երաժշտության տակ արտասանվող ռիթմիկ խոսք է, բայց ժամանակի ընթացքում այդ ելույթները դառնում են նաև երիտասարդների միջև հակամարտությունները լուծելու միջոց։ Կռվելու փոխարեն նրանք շրջան էին կանգնում եւ սկսում մրցել բառերով։ Հաղթում էր նա, ով ավելի լավ էր կարողանում ռիթմով ու հանգով խոսել։ Այս ամենին մանոկ հասակից ականատես է լինում Թուփակը, բայց տանը իրավիճակը շարունակում էր վատանալ։ Մայրը աստիճանաբար սկսում էր օգտագործել թմրանյութեր։ Գումար գրեթե չկար սննդի համար։ Այդ պատճառով Թուփակն ու նրա քույրը սկսում են հաճախել թատերական ստուդիա, ոչ թե դերասան դառնալու, այլ որովհետև այնտեղ երեխաներին անվճար ճաշ էին տալիս։ Որպեսզի չկորցնի այդ հնարավորությունը, Թուփակը ստիպված էր մասնակցել փորձերին, սովորել տեքստեր եւ ելույթ ունենալ բեմում։ Ժամանակի ընթացքում նա սկսում է հասկանալ, որ նրան դուր է գալիս բեմից ելույթ ունենալը, բայց կյանքը կրկին հարված է հասցնում։ Բնակարանի վարձը չվճարելու պատճառով նրանք պետք է լքեին տունը։ Հուսահատության մեջ Աֆենին օգնություն է խնդրում հարազատներից։ Եվ վերջո նրանց առաջարկում են ժամանակավորապես տեղափոխվել Բալթիմոր։ Այս տեղափոխությունը դառնում է Թուփակի կյանքի նոր փուլը։ Եվ հենց այնտեղ Թուփակը առաջին անգամ սկսում է հասկանալ, որ բեմը կարող է դառնալ իր համար ոչ միայն գոյատևելու միջոց, այլ նաև պայքարելու եւ ապրելու։ My name is Tupac Shakur and I attend Tamalpais High School. Բալտիմոր տեղափոխվելը Թուփակի համար շատ դժվար էր։ Նոր դպրոցում սովորում էին ավելի ապահովված ընտանիքների երեխաներ, իսկ նա հաճախ դպրոց էր գնում նույն վերնաշապիկով եւ լայն ջինսերով։ Այդ պատճառով դասընկերները հաճախ ծաղրում էին նրան։ Սակայն հենց Բալթիմորում է սկսվում նրա կյանքի ամենակարևոր փուլերից մեկը։ Թուփակը կրկին գրանցում է թատերական ստուդիա, կրկին անվճար սնունդ ստանալու համար, բայց շատ արագ ուսուցիչները նկատում են, որ նա բեմական տաղանդ ունի։ Նա վստահ էր զգում իրեն բեմում, հեշտությամբ հիշում էր տեքստերը եւ հաճախ խաղում էր գլխավոր դերեր։ Այդ տարիներին նրա ամենամոտ մարկանցից մեկը դառնում է Ջադա Փինքեթը։ Նա սովորում էր նույն արվեստի դպրոցում եւ ամենադժվար պահերին միշտ Թուփակի կողքին էր։ Թուփակը ապրում է շատ ավելի աղքատ, քան իր դասընկերների մեծ մասը։ Նրա մայրը պայքարում էր թմրանյութերից կախվածության դեմ եւ ընտանիքում մշտապես ֆինանսական խնդիրներ կային։ Արվեստի դպրոցում Թուփակն ու Ջադան նույնիսկ ստանում են գլխավոր դերեր մի թատերական ներկայացման մեջ, որը հիմնված էր Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա։ Այդ ժամանակահատվածում Թուփակը առաջին անգամ սկսում է հավատալ, որ իր համար կարող է լինել այլ ապագա, բայց խաղաղ կյանքը երկար չի տևում։ Մայրը կրկին որոշում է տեղափոխվել։ Այս անգամ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ-ի արևմտյան ափ, Մարին Սիթի քաղաք։ Այդ տարիներին Մարին Սիթին Կալիֆոռնիայի ամենահանցավոր շրջաններից մեկն էր։ Թուփակը սկսում է մասնակցել փողոցային թմրանյութերի վաճառքին։ Նրա դեմ գործ է հարուցվում, բայց շուտով ազատ են արձակում, քանի որ նա դեռ անչափահաս է։ Այդ փորձառությունը խորը հետք է թողնում նրա վրա։ Հենց Մարին Սիթիում Թուփակը սկսում է գրել իր առաջին տեքստերը։ Նա գրում էր գետոյի կյանքի, աղքատության, ոստիկանների բռնության եւ նրա մասին, թե ինչպես է մարդիկ հայտնվում հանցավոր աշխարհում։ Ժամանակի ընթացքում Թուփակը հասկանում է մի կարևոր բան. նա չի ցանկանում դառնալ հանցագործ, ինչպես շատերը իր շրջապատում, բայց այդպիսի թաղամասում առանց կռիվների ապրելը գրեթե անհնար է։ Եվ այդ ժամանակ նա սկսում է օգտագործել բառերը որպես զենք։ Այդպես աստիճանաբար ձևավորվում է նրա ոճը։ Այդ ժամանակ ամերիկյան երաժշտությունում արդեն սկսում էին հայտնվել առաջին խոշոր ռեփ արտիստները։ Նրանց թվում էին Run DMC-ն, Public Enemy-ն, ինչպես նաև Eric B եւ Rakim դուետը։
Նրանց հաջողությունը ցույց էր տալիս, որ рэպը կարող է դառնալ ոչ միայն փողոցային զվարճանք, այլ իրական մասնագիտություն։ Թուփակը սկսում է հասկանալ, երաժշտությունը կարող է դառնալ հնարավորություն աղքատությունից դուրս գալու համար, բայց երաժշտական ինդուստրիա մտնելու համար անհրաժեշտ էին կապեր։ Այդ մարդը դառնում է պրոդյուսեր Լեյլա Շտայնբերգը։ Նրանց ծանոթությունը բավական անսովոր էր։ Թուփակը բառացիորեն հետևում էր նրան, որպեսզի խոսի նրա հետ։ Նա վստահ էր, որ պետք է հնարավորություն ստանա։ Եվ մի օր նա ակումբում օգնում է Լեյլայի ամուսնուն, երաժիշտ Բրյուս Քրոֆորդին ելույթից առաջ տաքացնել հանդիսատեսին։ Այդ ելույթը տպավորում է Լեյլային։ Նա հրավիրում է Թուփակին ստուդիա լսելու, թե ինչպես է նա рэպ կարդում։ Լեյլան հասկանում է, որ իր առջև ապագա մեծ արտիստ է կանգնած եւ փորձում է Թուփակին հետ պայել փողոցային վտանգավոր կյանքից։ Այդ պատճառով նա թույլ է տալիս Թուփակին ժամանակավորապես ապրել իր տանը, սակայն սա մշտական չէր։ Թուփակը պետք է աշխատեր եւ գումար վաստակեր, որպեսզի կարողանար կառուցել իր սեփական կյանքը։ 1989 թվականի օգոստոսի 2-ին Թուփակը նրա հետ պայմանագիր է կնքում։ Այդ պայից սկսվում է նրա պրոֆեսիոնալ կարիերան։ Լեյլան Թուփակի ելույթի տեսագրությունը ցույց է տալիս Digital Underground խմբի պրոդյուսերներին։ Երաժիշտներին դուր է գալիս նրա ոճը եւ նրան հրավիրում են լսումների։ Խմբին դուր է գալիս Թուփակի գաղափարները, կարդալու ոճը եւ նա դառնում է խմբի անդամ։ 1990-ականների սկզբին Digital Underground խումբը նոր է սկսում հայտնի դառնալ։ Նրանց The Humpty Dance երգը դառնում է հիթ եւ հայտնվում Կալիֆոռնիայի չարթերում։ My name is Humpty, pronounced with the umpty. Yo ladies, oh how I like to funk thee. Խումբը թողարկում է Sex Packets ալբոմը, որը նրանց բերում է մեծ ճանաչում։ Երաժիշտները սկսում են շրջագայել ԱՄՆ-ում, իսկ ավելի ուշ ելույթ են ունենում նաև Ճապոնիայում։ Թուփակի համար սա առաջին լուրջ հաջողությունն էր։ Նա ստանում է իր առաջին հոնորարները, բայց ամենակարևորը, նա ձեռք է բերում բեմական փորձ եւ սկսում հասկանալ, թե ինչպես է աշխատում երաժշտական ինդուստրիան։ 1991 թվականին The Same Song երգում Թուփակը ստանում է իր առաջին սոլո հատվածը։ Սա դառնում է նրա առաջին քայլը դեպի սոլո կարիերա։ Tupac, go ahead and rock this. Now I clown around when I hang around with the underground. Girls used to frown, say I'm down when I come around. Թուփակի պատմությունը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է փոխվել կյանքը։ Մի քանի տարի առաջ նա ապրում էր աղքատության մեջ, իսկ արդեն շուտով սկսում է ստանալ իր առաջին հոնորարները եւ ճանաչում երաժշտական ինդուստրիայում։ Նման պահերին կարևոր է ոչ միայն հաջողությունը, այլ նաեւ ֆինանսական որոշումների ճիշտ կառուցումը։ Wilco Wave Management-ը տրամադրում է ներդրումային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական աճը դարձնել համակարգված եւ երկարաժամկետ գործընթաց։ Մանրամասների համար թողնում են QR կոդը եւ հղումը։ Կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wave Management-ի գործունեությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին լույս է տեսնում նրա առաջին սինգլը։ Երգը կոչվում էր Threat, թակարդում։ You know they got me trapped in this prison of seclusion. Happiness living on the streets is a delusion. Այս ստեղծագործությունում Թուփակը պատմում էր գետոյում ապրող մարդու մասին, որը մշտապես զբաղվում էր ոստիկանության անհարգալից վերաբերմունքի հետ։ Երգը մեծ արձագանք է ստանում։ Рэպը, որը մինչ այդ հաճախ համարվում էր միայն փողոցային երաժշտություն, սկսում է աստիճանաբար դառնալ զանգվածային մշակույթ։ Թուփակին սկսում են ճանաչել ավելի շատ մարդիկ։ Սակայն երգի թողարկումից ընդամենը 1 ամիս անց տեղի է ունենում մի դեպք, որը նրան դարձնում է ավելի հայտնի։ Երկու ոստիկան Քևին Ռոջերսը եւ Ալեքսանդր Բոյևիչը նրան դաժանորեն ծեծում են այնքան, որ նա կորցնում է գիտակցությունը։ Թուփակի խոսքով այդ ագրեսիայի պատճառը նրա մաշկի գույնն էր։ Պատմությունը արագ տարածվում է մամուլում։ Լրագրողները գրում են տեղի ունեցածի մասին եւ հանրության աչքում Թուփակը սկսում է ընկալվել որպես դիմադրության խորհրդանիշ։ Рэպերը, որը երգում էր ոստիկանության բռնության մասին, ինքն էր դարձել դրա զոհը։ Նրա աճող հայտնիության ֆոնին Թուփակին առաջարկում են պայմանագիր Interscope Records label-ի հետ։ Նա ընդունում է առաջարկը եւ սկսում աշխատել իր առաջին լիարժեք սոլո ալբոմի վրա։ 1991 թվականի նոյեմբերի 12-ին լույս է տեսնում Tupacalypse Now ալբոմը։ Անվանումը Francis Ford Coppola-ի Apocalypse Now ֆիլմից էր, որը Թուփակը դեռ պատանեկան տարիներին բազմիցս դիտել էր կինոթատրոններում։ Թուփակի երաժշտությունը սկսում է արագ տարածվել։ Այն լսում էին ոչ միայն գետոյի բնակիչները, այլ նաև բարեկեցիկ ընտանիքներից եկած սպիտակամորթ դեռահասները։ Թուփակը դառնում է սուպեր աստղ։ Միաժամանակ սկսում է նաև նրա դերասանական կարիերան։ Նրա առաջին լուրջ ֆիլմն էլ Juice-ը։ Այդ ֆիլմում Թուփակը մատնավորում էր Բիշոփ անունով կերպարին, Հարլեմից մի երիտասարդի, որը աստիճանաբար վերածվում էր վտանգավոր եւ դաժան հանցագործի։ Hilarious. I'm gonna tell you something, okay? Don't say it! The best thing for you to do right now is to leave me alone, okay? Ֆիլմը դրական արձագանք է ստանում քննադատների կողմից։ Rolling Stones ամսագիրը եւ The New York Times թերթը բարձր են գնահատում նրա դերասանական աշխատանքը։ Սակայն հաջողության հետ մեկտեղ սկսում են աճել նաեւ խնդիրները։ Մի օր
ոստիկանությունը կանգնեցնում է մի մեքենա, որի վարորդը կրակ է բացում ոստիկանների վրա եւ սպանում նրանցից մեկին։ Դատարանում մեղադրյալը հայտարարում է, որ կրակել է Թուփակի երաժշտության ազդեցության տակ, որը լսում էր մեքենայում։ Այս հայտարարությունը բավական էր մեծ քաղաքական սկանդալ սկսելու համար։ Ամերիկացի քաղաքական գործիչները սկսում են մեղադրել Թուփակին բռնություն քարոզելու մեջ։ ԱՄՆ-ի փոխնախագահը նույնիսկ հրապարակայնորեն հայտարարում է, որ նման երաժշտությունը տեղ չունի հասարակության մեջ։ Սկսում են փորձել արգելելու նրա երաժշտությունը։ Բայց Թուփակի հեղինակության ամենածանր հարվածը հասցվում է նրա համերգներից մեկի ժամանակ։ Մարին Սիթիում այն քաղաքում, որտեղից սկսվել է նրա կարիերան։ Համերգի ժամանակ հանդիսատեսը սկսում է սուլել եւ վիրավորել նրան։ Շատերը կարծում էին, որ նա դավաճանել է իր թաղամասին։ Նրանց կարծիքով Թուփակը գումար էր վաստակել գետոյի պատմություններով, բայց հիմա ապրում էր բոլորովին այլ կյանքով։ Համերգից հետո սկսվում է ինքնագրերի բաժանումը։ Ամբողջը աստիճանաբար դառնում է ագրեսիվ։ Ոմանք ցանկանում էին ինքնագիր, մյուսները պարզապես հարվածել նրան։ Անվտանգության աշխատակիցները փորձում էին վերահսկել իրավիճակը։ Մի պահ Թուփակը հանում է ատրճանակ, սակայն այն ընկնում է գետնին։ Ինչ-որ մեկը վերցնում է զենքը եւ պատահամամ սեղմում ձգանը։ Փամփուշտը պատահամամ դիպչում է 6 տարեկան երեխայի։ Տղան մահանում է։ Թեև Թուփակը չէր կրակել, բայց հասարակության մեծ մասը պատասխանատվությունը դնում էր նրա վրա։ Մամուլը գրում է, որ երեխան մահացել է Թուփակի ատրճանակից արձակված կրակոցից։ Մահացած երեխայի մորը նա վճարում է մոտ $500,000 փոխհատուցում։ Եթե նախկինում նա շատերի համար անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ էր, այժմ դառնում է վտանգավոր մարդ, որի երաժշտությունը կարող է բռնություն հրահարել։ Որպեսզի փոխի իր գաղափարների ընկալումը, Թուփակը ստեղծում է Thug Life խումբը իր խորհրդ հոր Մութուլու Շաքուրի հետ։ Նա մշակում է յուրատեսակ օրինագիրք, բաղկացած 26 կանոնից։ Այդ կանոններում նշվում էր, օրինակ, որ չի կարելի վնասել երեխաներին, չի կարելի երեխաներին թմրանոթ վաճառել եւ չի կարելի մեքենաներ գողանալ սեփական թաղամասերում։ Սակայն ամենամեծ սկանդալը դեռ առջևում էր։ 1993 թվականի նոյեմբերին մի երեկույթի ժամանակ Թուփակը ծանոթանում է Այանա Ջեքսոն անունով մի աղջկա հետ։ Մի քանի օր անց աղջկը գալիս է նրա հյուրանոցային համար։ Սենյակում մի քանի մարդ կար, նույնիսկ Նոտարիուս B.I.G-ն, ովքեր որոշ ժամանակ անց հեռանում են եւ նրանք մնում են երկուսով։ Հաջորդ առավոտ աղջիկը դիմում է ոստիկանություն եւ մեղադրում նրան բռնաբարության մեջ։ Թուփակը պնդում է, որ հանցագործություն չի կատարել եւ նույնիսկ քնած է եղել հանդիպման ժամանակ։ Սակայն դատարանը ավելի համոզիչ է համարում աղջկա ներկայացրած վարկածը։ Սկանդալը դառնում է ամերիկյան լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկը։ Նրա համերգները չեղարկվում են, ֆիլմերի նկարանները դադարեցվում են։ Շատ գործընկերներ դադարեցնում են համագործակցությունը։ Թուփակը հայտնվում է ծանր ֆինանսական վիճակում։ Նրա գրեթե բոլոր գումարները գնում են փաստաբաններին վճարելու համար։ Սակայն Թուփակին մեղավոր են ճանաչում եւ դատապարտում 4.5 տարվա ազատազրկման։ Դատարանի դահլիճից նրան անմիջապես տեղափոխում են բանտ։ Եվ հենց այնտեղ բանտում սկսվում է նրա կյանքի նոր փուլը։ Մի փուլ, որը հետագայում կբերի հիփ-հոփի պատմության ամենահայտնի հակամարտություններից մեկին։ Do you swear or affirm that the testimony you are about to give will be the truth, the whole truth, and nothing but the truth? I do. Բազմաթիվ լրագրողներ եւ կենսագիրներ գրում էին, որ Թուփակի առաջին սերը եղել է Ջադա Փինքեթը, սակայն նրանց հարաբերությունները միշտ մնաց ընկերական։ Հետո լինում է Այանա Ջեքսոնի հետ հյուրանոցում սկանդալային դեպքը։ Այդ դժվար ժամանակահատվածում նրա կյանքում հայտնվում է մի կին, որը սկսում է աջակցել նրան՝ Քեյշա Մորիսը։ Քեյշան որևէ կապ չուներ շոու բիզնեսի աշխարհի հետ։ Նա չէր փորձում օգտվել Թուփակի հայտնիությունից եւ չէր հետաքրքրվում նրա փողերով։ Թուփակը սիրահարվում է նրան եւ Քեյշան թույլ է տալիս ժամանակավորապես ապրել իր փոքր բնակարանում։ Թուփակի համար դա դառնում է իրական փրկություն։ Նա վախենում էր կրկին վերադառնալ այն աղքատությանը, որից երբևէ կարողացել էր դուրս գալ։ Եվ դատարանը նրա դեմ մեղադրական դատավճիռ է կայացնում, Քեյշան շարունակում է աջակցել նրան։ 1995 թվականին նրանք ամուսնանում են հենց բանտում։ Ազատ արձակվելուց հետո Թուփակը ամբողջությամբ վերադառնում է երաժշտական գործունեությանը։ Նա շատ է աշխատում ստուդիայում, մասնակցում է երեկույթների եւ մեկնում շրջագայությունների։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն կարիերայի վրա։ Ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի քիչ ժամանակ է անցկացնում Քեյշայի հետ։ Նա սկսում է զգալ, որ Թուփակի կյանքում այլևս տեղ չկա ընտանեկան հարաբերությունների համար։ Ի վերջո նա դիմում է ամուսնալուծության։ Բայց Թուփակի անձնական կյանքը դրանով չի ավարտվում։ Շուտով նրա կողքին հայտնվում է նոր աղջիկ՝ Քիադա Ջոնսը, հայտնի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի դուստրը։ Սակայն հենց այս ժամանակաշրջանում Թուփակի շուրջ սկսվում է զարգանալ իրադարձություններ, որոնք նրան վերջնականապես ներքաշում են հիփ-հոփի պատմության ամենահայտնի հակամարտության մեջ։ Հակամարտություն, որը պատմության մեջ կմնա որպես արևելյան եւ արևմտյան ափերի պատերազմ։ Եվ այդ պատերազմի կենտրոնում կհայտնվեն երկու մարդիկ՝ Թուփակ Շաքուրը եւ Նոտարիուս B.I.G. 1990-ականների սկզբին Թուփակ Շաքուրը արդեն դարձել էր հիփ-հոփ մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը։ Եվ հենց այս ժամանակահատվածում նրա կյանքում հայտնվում է մի մարդ, որի հետ նրա անունը հավերժ կապվելու է՝ Նոտարիուս B.I.G. Սկզբում նրանց հարաբերությունները ընկերական էին,
Թուպակն արդեն հայտնի էր եւ աջակցում էր Բրուքլինից եկած երիտասարդ рэպերին։ Նա օգնում էր նրան, հրավիրում էր միասին ելույթ ունենալու եւ ծանոթացնում երաժշտական ինդուստրիայի մարդկանց հետ։ Ավելի ուշ հենց Biggie-ն էլ կխոստովանի, որ Թուպակը մեծ դեր է խաղացել իր կարիերայի սկզբում, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը սկսվում է փոխվել։ 1994 թվականի նոյեմբերին տեղի է ունենում մի դեպք, որը դառնում է այս պատմության ամենակարևոր պահերից մեկը։ Թուպակը ընկերների հետ գալիս է Նյու Յորք Quad Studios, որպեսզի ձայնագրի նոր երգ։ Ստուդիայի մուտքի մոտ նրան կանգնեցնում են անհայտ զինված մարդիկ։ Նրանք պահանջում են հանել զարդերը եւ պառկել հատակին։ Բոլորը ենթարկվում են, բացի Թուպակից։ Այդ պահին հնչում են կրակոցներ։ Նրա վրա մի քանի անգամ կրակում են եւ վիրավորում։ Հանցագործները վերցնում են զարդերը եւ անհետանում։ Չնայած ծանր վիրավորումներին, Թուպակը կարողանում է ոտքի կանգնել եւ ինքնուրույն հասնել վերելակին։ Նա բարձրանում է այն հարկ, որտեղ գտնվում են B.I.G-ն եւ Puff Daddy-ն։ Արյունոտ վիճակում նա ընկնում է բազմոցի վրա եւ խնդրում շտապ օգնություն կանչել։ Ավելի ուշ Թուպակը հիշում է, որ ստուդիայում գտնվող մարդիկ պարզապես լուր նայում էին նրան եւ չէին շտապում օգնություն կանչել։ Այս ամենից ելնելով նա սկսում է մտածել, որ հարձակումը կարող է կազմակերպված լինել Biggie-ի շրջապատի մարդկանց կողմից։ Այս կասկածները ավելի են ուժեղանում այն բանից հետո, երբ Թուպակը հայտնվում է բանտում բռնաբարության գործով։ Ես նշեցի, որ այս սենյակում եղել էր նաեւ Biggie-ն։ Բանտում գտնվելու ընթացքում նա հարցազրույց է տալիս Vibe ամսագրին, որտեղ բացահայտ մեղադրում է Biggie-ին եւ Puff Daddy-ին հարձակման մեջ ներգրաված լինելու մեջ։ Այս մեղադրանքները իրական պայթուն են առաջացնում հիփ-հոփ ինդուստրիայում։ Biggie-ին կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Որպես պատասխան նա թողարկում է Հուշաթյա երգը, որտեղ շատերը լսում են ակնարկներ Թուպակի վրա կատարված կրակոցի մասին։ Այդ պահից հակամարտությունը սկսում է արագաճել։ Մեդիան ակտիվորեն լարում է իրավիճակը։ Լրագրողները քննարկում են յուրաքանչյուր հարցազրույց, հայտարարություն, նոր երգ։ Այս դիմակայությունը աստիճանաբար վերածվում է երկրի երկու հիփ-հոփ կենտրոնների բախման՝ արևելյան եւ արևմտյան ափերի միջև։ Մի կողմում Նյու Յորքը եւ Bad Boss Records label-ն էր, մյուս կողմում Կալիֆոռնիան եւ այն թիմը, որի հետ շուտով Թուպակը պետք է սկսեր համագործակցել։ Բայց այդ ժամանակ Թուպակը դեռ բանտում էր եւ ամբողջ իրավիճակին հետևում էր կողքից, բայց նա համոզված էր, որ իրեն դավաճանել են։ How do you know? Were you a witness to a killing that he committed? I'll ask the question. I know, but that's my godfather, and that's disrespectful for you to speak of my godfather that way, and I will not allow that. Այն ժամանակ, երբ Թուպակը դեռ բանտում էր, վաճառքի է դուրս գալիս նրա ալբոմը Me Against the World-ը, որը նա ձայնագրել է դեռ դատավարությունից առաջ։ Ալբոմը շատ արագ բարձրանում է ամերիկյան չարթերի առաջին հորիզոնականներ եւ ստանում պլատինե կարգավիճակ։ Ալբոմի անվանումը Ես ընդեմ ամբողջ աշխարհի անսպասելիորեն շատ ճշգրիտ նկարագրում էր հենց Թուպակի վիճակը։ Նա զգում էր, որ մնացել է միայնակ բոլորի դեմ։ When I was young, me and my mama had beef, 17 years old, kicked out on the street. Այս ալբոմի երգերում նա խոսում է իր մանկության մասին, մոր մասին, գետոյի կյանքի մասին եւ գոյատևման մշտական պայքարի մասին։ Հետագայում շատ երաժշտական քննադատներ այս ալբոմը կնշեն որպես նրա կարիերայի ամենաուժեղ եւ ամենաանձնական աշխատանքներից մեկը։ Բայց նույնիսկ այս հաջողությունը չէր լուծում նրա գլխավոր խնդիրը։ Բանտից ժամանակից շուտ դուրս գալու համար Թուպակին անհրաժեշտ էր վճարել մեծ գրավ՝ մոտ $1.5 միլիոն։ Այդ գումարը նա չուներ։ Նրա վաստակած գրեթե ամբողջ գումարը արդեն ծախսվել էր փաստաբանների եւ դատական ծախսերի վրա։ Interscope Records label-ը նույնպես չէր օգնում նրան։ Եվ հենց այդ պահին նրա կյանքում կրկին հայտնվում է մի մարդ, որը մեծ դեր էր խաղալու նրա կյանքում՝ Suge Knight-ը, Death Row Records label-ի ղեկավարը։ Suge Knight-ը հացելում է Թուպակին բանտում եւ նրան ներկայացնում շատ հստակ առաջարկ։ Death Row Records-ը պատրաստ էր վճարել նրա ազատ արձակման համար անհրաժեշտ գումարը, բայց դրա դիմաց Թուպակը պետք է պայմանագիր ստորագրել label-ի հետ եւ նրանց համար ձայնագրել մի քանի ալբոմ։ Բանտում գտնվող մարդու համար, որը գրեթե այլ տարբերակ չուներ, այս առաջարկը փրկություն էր։ Թուպակը համաձայնվում է։ Պայմանագրի ստորագրումից հետո Death Row Records-ը վճարում է անհրաժեշտ գումարը եւ Թուպակը ազատ է արձակվում։ Mind over matter, taking all our weaknesses and making it to our strengths. Այդ պահից սկսվում է նրա կարիերայի ամենավառ, բայց միաժամանակ ամենավտանգավոր շրջանը։ Նա այնտեղ ծանոթանում է Dr. Dre-ի հետ, որի օգնությամբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում Թուպակը ձայնագրում է կրկնակի ալբոմ All Eyes on Me-ն, որը թողարկվում է 1966 թվականի փետրվարին։ Ալբոմը ունենում է հսկայական կոմերցիոն հաջողություն եւ նրան դարձնում է համաշխարհային երաժշտության ամենակարևոր դեմքերից մեկը։ Սակայն հաջողության հետ մեկտեղ ուժեղանում է նաեւ նրա հակամարտությունը արևելյան ափի հետ։ Death Row Records-ի շուրջ ձևավորվում է երաժիշտների եւ փողոցային խմբավորումների հետ կապված մարդկանց մեծ թիմ։ Ստուդիաներում, երեկույթներում եւ հարցազրույցներում ավելի ու ավելի հաճախ են հնչում կտրուկ հայտարարություններ Նյու Յորքի եւ Bad Boss Records label-ի հասցեին։ Իրավիճակը աստիճանաբար դուրս է գալիս վերահսկողությունից։ Այս ժամանակահատվածում Թուպակը ստեղծում է նոր
խումբ Outlaws անունով։ Խմբի յուրաքանչյուր անդամ ընտրում է բեմական անուններ, պատմական կամ քաղաքական գործիչների անունների պատվին, օրինակ Քադաֆի, Կաստրո, Նապոլեոն։ Ինքը Թուփակը սկսում է օգտագործել Մաքիավելի անունը, ակնարկելով իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիին։ Հենց այս շրջանում ստեղծվում է ռեպի պատմության ամենասկանդալային երգերից մեկը՝ Hit 'em Up-ը։ Well, this how we gonna do this. Fuck Mobb Deep, fuck Biggie, fuck Bad Boy as a staff. Այս երգում Թուփակը բացահայտ վիրավորում է B.I.G.-ին, նրա ընկերներին եւ ամբողջ Bad Boys լեյբլին։ Երգի տեքստում հնչում են շատ կոշտ մեղադրանքներ եւ անձնական վիրավորանքներ։ Երգը դառնում է իսկական սենսացիա։ Արևելյան եւ արևմտյան ափերի պատերազմը, որը ավելի շատ երաժշտական մրցակցություն էր, այժմ վերածվում է իրական պատերազմի։ Եվ Թուփակի շրջապատում սկսում էին հասկանալ, որ այս պատմությունը կարող է ավարտվել ողբերգությամբ, բայց այն կանգնեցնել արդեն գրեթե անհնար էր։ Niggas shot me 5 times. I came out of jail and sold 5 million. Them niggas can't fuck with us. 1996 թվականի սեպտեմբերի 7-ին MGM Grand Casino-ում անցկացվում էր Թուփակի ընկեր Մայք Թայսոնի մենամարտը Բրյուս Սելդոնի դեմ։ Թուփակը ընկերների հետ գնում է մենամարտը դիտելու։ Կազինոյի նախասրահում մենամարտից առաջ Թուփակը նկատում է մի մարդու, Օրլանդո Անդերսոնին, որը կապված էր Crips փողոցային խմբավորման հետ։ Ավելի վաղ այդ մարդը ըստ որոշ տեղեկությունների պոկել էր Շուգ Նայթի շրջապատի մարկանցից մեկի վզի շղթան։ Նրանց միջև սկսվում է կռիվ, որը բաժանում է կազինոյի անվտանգությունը։ Թայսոնը հաղթում է շատ արագ, առաջին ռաունդում նոկաուտով։ Մենամարտից հետո Թուփակը նստում է Շուգ Նայթի BMW մեքենան։ Թուփակի տիկնապա Ֆրենկ Ալեքսանդերը առաջարկում է նրանց հետ նստել մեքենա, բայց նրանք մերժում են։ Տիկնապաները հետևում են նրանց երկրորդ մեքենայով։ Մոտավորապես երեկոյան ժամը 11-ին մեքենաների շարասյունը շարժվում էր Լաս Վեգասի կենտրոնական փողոցներից մեկով։ Երաժշտությունը շատ բարձր էր հնչում, եւ մի խաչմերուկում ոստիկանությունը նույնիսկ կանգնեցնում է մեքենան։ Սակայն ստուգումը շատ կարճ է տևում, եւ մեքենաները շարունակում են ճանապարհը։ Հաջորդ խաչմերուկում BMW-ի կողքին կանգ է առնում մեկ այլ մեքենա։ Դրա ուղևորներից մեկը դուրս է գալիս պատուհանից լուսանկարչական ապարատով։ Թուփակը մտածում է, որ դա պապարացիներն են եւ նույնիսկ հրավիրում են նրանց գալան ակումբ, ուր իրենք էին գնում։ Բայց մի քանի վայրկյան անց նրանց կողքին կանգ է առնում սպիտակ Կադիլակ։ Մեքենայի պատուհանից հնչում են կրակոցներ։ Փամփուշտները մի քանի անգամ դիպչում են Թուփակի կրծքին, կոնքին եւ ձեռքին։ Դրանցից մեկը վնասում է նրա թոքը, եւս մեկ փամփուշտ վիրավորում է Շուգ Նայթին։ Կադիլակը արագ հեռանում է դեպքի վայրից։ Նայթը փորձում է մեքենան դուրս բերել ճանապարհից, սակայն BMW-ն բախվում է եզրաքարերին։ Մեքենայի դռները խցանվում են։ Նայթը ուժով բացում է իր դուռը եւ մեքենայից դուրս բերում ծանր վիրավորված Թուփակին։ Նա նրան պարկեստում է ասֆալտի վրա։ Շուտով դեպքի վայր է հասնում շտապ օգնությունը։ Թուփակին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց։ Բժիշկները նրան գցում են արհեստական կոմայի մեջ։ Հաջորդ օրերին ամբողջ երկիրը հետևում էր հիվանդանոցից եկող լուրերին։ Մուտքի մոտ հերթապահում էին լրագրողները եւ երկրպագուները։ Նույնիսկ նրանք, ովքեր դեռ երեք քննադատում էին նրան, այժմ հույս ունեին հրաշքի։ Բայց վնասվածքները չափազանց ծանր էին։ 1996 թվականի սեպտեմբերի 13-ին բժիշկները արձանագրում են նրա մահը։ Թուփակը ընդամենը 25 տարեկան էր։ Նրա սպանությունը դառնում է ժամանակակից երաժշտության պատմության ամենահայտնի եւ ամենախորհրդավոր սպանություններից մեկը։ Քննիչները երկար ժամանակ հետևում էին Crips բանդայի անդամներին։ Ամենահաճախ հիշատակվող անուններից մեկը եղել է Օրլանդո Անդերսոնը, որի հետ Թուփակը կռվել էր կազինոյում սպանությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Սակայն Անդերսոնը երբեք պաշտոնապես չի դատվել եւ սպանվել է 1998 թվականին այլ միջադեպի ժամանակ։ 2023 թվականին Լաս Վեգասի ոստիկանությունը սպանության գործով մեղադրանք ներկայացրեց նախկին Crips անդամին Դուան Քիֆդի Դեյվիսի դեմ։ Քննիչների վարկածորն է եղել այն խմբի կազմակերպիչը, որը մեքենայից կրակել է Թուփակի վրա։ Դեյվիսը մեղադրանքն չի ընդունում, իսկ դատական գործընթացը դեռ շարունակվում է։ Վերջին ժամանակահատվածում ակտիվորեն շրջանառվում է Puff Daddy անունը, հատկապես 50 Cent-ի նկարանած Sean Combs սերիալում, որտեղ հնչում են մեղադրանքներ այն մասին, որ Puff Daddy-ն է $1 միլիոն վճարել եւ պատվիրել Թուփակի մահը։ Սակայն այս պնդումները երբեք չեն հաստատվել դատարանում եւ պաշտոնական մեղադրանք նրա դեմ չի ներկայացվել այս գործով։ The reason being is because if I can't live free, if I can't live with the same respect as the next man, I don't want to be here. Թուփակ Շակուրի պատմությունը միայն մեկ արտիստի կենսագրություն չէ։ Այն մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է։ Նա ծնվեց Նյու Յորքում հեղափոխականների ընտանիքում, մեծացավ գետոյի իրականության մեջ, դարձավ հենց այդ սերնդի ձայնը։ Նրա երաժշտությունը խոսում էր այն խնդիրների մասին, որոնց մասին շատերը նախընտրում էին լռել։ Նա ծնվել էր Նյու Յորքում, բայց կարողացավ ստեղծել երգ, որը դարձավ ամբողջ Կալիֆոռնիայի հիմնը՝ California Love-ը։
Նրա կյանքը միշտ անցնում էր հակասությունների մեջ, փառք եւ սկանդալներ, հաջողություն եւ վտանգ։ Թուփակը հաճախ էր խոսում այն զգացողության մասին, որ բոլորի աչքերը իր վրա են։ Ինչպես ինքն էր ասում իր երգում All Eyes on Me, երբեմն թվում է, թե բոլորը նայում են քեզ, սպասելով այն պահին, երբ դու կընկնես։ Գուցե հենց այդ մշտական ճնշումն էր, որ դարձավ նրա կյանքի մի մասը մինչև վերջ։ Եվ այսօր է նրա պատմությունը շարունակում է քննարկվել ամբողջ աշխարհում, որովհետև Թուփակ Շակուրը պարզապես երաժիշտ չէր, նա դարձավ մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ։ They get to take all of this energy and put it into the armed forces. And for a young black male, a young Puerto Rican or Hispanic person, All Eyes on Me. roll up in the club.